Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1403-րդ օրն է, մինչ Ուկրաինայի նախագահը ճանապարհին էր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Թրամփի հետ բանակցությունների, Պուտինը երևի որոշել էր ինչ-որ բան մեզ ցույց տալ, հավանաբար նա ցանկանում էր ուժ ցուցադրել, սակայն արդյունքում կրկին ստացվեց պայքար կաթսայատների և ջերմաէլեկտրակայանների դեմ, ինչով ուժեղ բանակները չեն հպարտանում։ Մինչ ուկրաինական բանակը ճնշում է թշնամուն ռազմաճակատում և դա երևում է գենշտաբի թվերից, միայն երեկվա ընթացքում պուտինյան բանակը կորցրել է ևս 1240 զինծառայող, իսկ Գուլայպոլե փոքր քաղաքը, որի մասին ես պատմեցի երեկ, ուր մտել էր թշնամին, արդեն դեկտեմբերի 26-ի երեկոյից սկսել է մաքրվել այնտեղ ներթափանցած ռուս ագրեսորներից 425-րդ առանձին գրոհային գնդի Սկելեի մարտիկների կողմից հրատապ օպերացիա է իրականացվում այդ քաղաքում, իմջելոց հայերեն Սկելյա նշանակում է ժայռ։ Ասեմ, որ բոլոր կադրերը, ինչպես միշտ, կարող եք դիտել մեր տելեգրամյան ալիքում, QR կոդը ձեր էկրաններին է, ովքեր դեռ բաժանորդագրված չեն, բաժանորդագրվեք, բազում կարևոր կադրեր կան։ Այս ամենի ֆոնին ռուսական բանակը դեկտեմբերի 27-ի գիշերը, ինչպես նաև առավոտյան, իրականացրել է հրթիռադրոնային հարվածների շարք հիմնականում Կիևի ուղղությամբ, ներկայումս հայտնի է 1 զոհի և գրեթե 30 տուժածի մասին տարբեր ծանրության աստիճաններով, 13 մարդ հոսպիտալացվել է քաղաքի բժշկական հաստատություններում, Կիևի վրա հարձակումը տեղի ունեցավ մի քանի ալիքներով, սկզբում կիրառվեցին բալիստիկ և աերոբալիստիկ հրթիռներ, Ռուսաստանում առկա ամենահզոր զինատեսակներն են սրանք, սակայն ըստ երևույթին դրանց վնասազերծումից հետո Կրեմլում որոշել էին գոնե պատկերի համար ինչ-որ վնաս հասցնել, բալիստիկ հրթիռներից հետո կիրառվեցին Խ-101 թևավոր հրթիռները, օգտագործվելով ռուսական ստրատեգիական ավիացիայի միջոցները, սակայն ամենայն հավանականությամբ արդյունքը կրկին չի բավարարել Պուտինին և մի քանի ալիքներով Ուկրաինայի մայրաքաղաքի վրա ռուսները հարձակվեցին շահեդ տիպի դրոններով, բոլոր հնարավոր կադրերը մենք տեղադրել ենք մեր տելեգրամում, ինչպես ասացի, շահեդները, ինչպես ժողովուրդն է ասում, թիրախավորում էին ուր աչքը տեսնի, կուդա գլազա գլիդյատ, հասարակական տրանսպորտի կանգառներ, ուսանողական հանրակացարաններ, բնակելի շենքեր, ակնհայտ էր, որ նպատակն էր հնարավորինս մեծ վնաս հասցնել և պուտինյան ռեժիմի համար գերազանցության պատկեր ստեղծել, սակայն իհարկե խոցված ռուսական թիրախների թիվը խոսում է հակառակի մասին, 559 ռուսական հարձակման միջոցներից 503-ը խոցվել են ուկրաինական հակաօդային պաշտպանության ուժերի կողմից, օդային ուժերի հաղորդագրության համաձայն, որը հրապարակվել էր ժամը 13-ին, ռուսների գիշերային հարձակման արդյունքում խոցվել է 474 շահեդ, 6 բալիստիկ հրթիռ և կինժալ, 4 կալիբր հրթիռ և 19 Խ-101 հրթիռներ։ Ցավոք, արձանագրվել է 10 հրթիռի և 25 հարվածային դրոնի խոցում 30 վայրերում, ինչպես նաև խոցվածների բեկորների անկումը 16 վայրերում։ Բեկորներն էլ ունեն իրենց վնասակար ազդեցությունը, մնացած 10 շահեդները ըստ ամենայնի ռելիզի հրապարակման պահին դեռ օդում էին, որովհետև եթերը ձեզ համար պատրաստում եմ օդային տագնապի պայմաններում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ով ռուսական հարձակման պահին արդեն ճանապարհին էր դեպի Ամերիկա, արձագանքեց ռուսական հարձակմանը։ Իդեպ, ինչպես գրում է Wall Street Journal-ը, Զելենսկին պնդում էր Թրամփի հետ անձնական հանդիպման անհրաժեշտության մասին, հավանաբար բանակցությունները չափազանց կարևոր են։ Պուտինի ռեակցիան էլ այդ մասին է վկայում։ Կիևի վրա ռուս օկուպանտների օդային հարձակմանը արձագանքելով նախագահ Զելենսկին նշել է, որ ռուս օկուպանտները թիրախավորել են Կիևի էներգետիկ և քաղաքացիական ենթակառուցվածքները։ Այս կապակցությամբ Զելենսկին կոչ է արել դաշնակիցներին արձագանքել Կրեմլի նման գործողություններին։ Մեջբերեմ, եթե Ռուսաստանը նույնիսկ Սուրբ Ծննդյան և Նոր տարվա օրերին ոչնչացնում է տներ, ավերում էլեկտրակայաններ, ապա այս հիվանդագին ակտիվությանը կարելի է պատասխանել միայն իրականում ուժեղ միջոցներով, ասել է Զելենսկին։ Նշեմ, որ ռուս օկուպանտների հարվածների հիմնական ուղղություններն էին Օդեսան և Կիևը, Ուկրաինայի զինուժի օդային ուժերի հրամանատարության տվյալներով դեկտեմբերի 27-ի գիշերը Ռուսաստանի օկուպացիոն բանակը հարձակվել է Ուկրաինայի վրա տարբեր տեսակի հրթիռներով և դրոններով։ Օդեսայի մարզում հարվածի տակ են հայտնվել ծովային նավահանգիստներն ու արդյունաբերական ենթակառուցվածքները։
Օդեսայի մարզպետի պաշտոնակատարի տվյալներով թշնամու հարվածի հետևանքով վնասվել է հացահատիկի էլևատոր, սակայն այսօր թշնամու հարվածներից մեծ մասը եղել է Կիևի եւ Կիևի մարզի ուղղությամբ։ Ռուս օկուպանտները Ուկրաինայի մայրաքաղաքի վրա իրականացրել են համակցված օդային հարված, կիրառելով դրոնների եւ հրթիռների մի քանի ալիք։ Մայրաքաղաքի 7 շրջաններում արձանագրվել են հարվածներ, վնասվել են տրանսպորտային դեպոն, համալսարաններից մեկի հանրակացարանը, ծերանոցը, պարզապես բնակելի շենքերին էին հարվածում։ Ըստ երևույթին Կիևի վրա հարձակումը պետք է դառնար Պուտինի ուղերձը Զելենսկու ճանապարհին դեպի Ամերիկա։ Իդեպ, ինչպես հաղորդում է CNN-ը, Եվրոպան մտավախություն ունի Զելենսկու եւ Թրամփի հանդիպման կապակցությամբ Ամերիկայում եվրոպացի առաջնորդները անցյալի փորձից դասեր քաղելով չեն բացառում, որ Ուկրաինայի եւ Ամերիկայի նախագահների խոսունալից հանդիպումը կարող է ավարտվել ձախողմամբ։ Դե ինչ, մինչև չլինի, չենք իմանա ինչով կավարտվի։ Մինչ մեր հաղորդման մյուս թեմաներին եւ առաջնագծի լուրերին անցնելը, խնդրում եմ օգտագործել YouTube-ի գործիքները մեր եթերի առաջ խաղացմանը խթանելու համար, խնդրում եմ լայքեք եւ եթե հնարավոր է կիսվեք մեր հեռարձակմամբ սոցիալական ցանցերում։ Պետք է նշել, որ մայրաքաղաքից բացի տուժել է նաև Կիևի մարզը, Բելացերկովսկի շրջանում զոհվել է 1978 թվականին ծնված մի կին, կան նաև տուժվածներ, վիրավորվել է 1 տղամարդ, եւս 5 հոգի, այդ թվում 1 երեխա ստացել են սուր ստրեսային ռեակցիա։ Բացի այդ, առավոտյան մարզում ավելի քան 320,000 սպառող մնացել էր առանց էլեկտրաէներգիայի։ Հարվածները էներգետիկի ենթակառուցվածքներին շարունակվում են, իսկ էներգետիկները փորձում են հնարավորինս արագ վերականգնել էլեկտրամատակարարումը մարդկանց համար։ Կենսական կարևորության ենթակառուցվածքները, հիմնական օբյեկտները միացվել են պահեստային սնուցման աղբյուրներին։ Այս անգամ թշնամին գործում էր առանձնապես նենգ կերպով, հարվածները նպատակային հասցվում էին բնակելի տներին, բնակչության ահաբեկման նպատակով։ Մայրաքաղաքում եւ մարզում արդեն արձանագրվել են նման տասնյակ դեպքեր։ Ինչևէ, հաշվի առնելով Պուտինի նման ռազմատենչ լարվածությունը, կարելի է ենթադրել, որ Զելենսկու այցը Ամերիկա եւ նրա հանդիպումը այնտեղ մեծ վտանգ է ներկայացնում Կրեմլի համար։ Ուկրաինայի նախագահը բացատրել է, թե ինչու է իր առաջիկա հանդիպումը Սպիտակ տան ղեկավարի հետ այդքան նշանակալի։ Ուկրաինայի եւ ԱՄՆ առաջնորդների առաջիկա հանդիպումը կանցկացվի առավելագույնս բաց ձևաչափով։ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Թրամփի հետ բանակցությունները կլինեն հրապարակային տեսախցիկների եւ լրագրողների ներկայությամբ, հայտնում են ԶԼՄ-ները։ Շատ համարձակ հայտարարություն է, հաշվի առնելով, որ ընդունող կողմը ամերիկյանն է։ Զելենսկին ընդգծել է, որ հանդիպման նախապատրաստումը տևել է մի քանի ամիս, իսկ ուկրաինական պատվիրակությունը, որի կազմում էին Ուկրաինայի անվտանգության խորհրդի նախագահ Ռուստեմ Ումերովը եւ ռազմական հրամանատար Անդրեյ Գնատովը, բազմիցս անցկացրել են աշխատանքային խորհրդակցություններ Ամերիկայի ներկայացուցիչների հետ։ Զելենսկու խոսքով արդեն իսկ հանդիպման փաստը վկայում է, որ որոշակի առաջընթաց ձեռք է բերվել։ Նա նշել է, որ նախորդ շփումների ընթացքում ամերիկյան կողմը սկսել է ավելի լավ հասկանալ Ուկրաինայի համար զգայուն հարցերը, մասնավորապես խոսքը վերաբերվում է Զապորոժիեի ատոմակայանի շուրջ իրավիճակին եւ Կիևի համար ծայրահեղ ցավոտ տարածքային հարցերին։ Ուկրաինայի նախագահը նաեւ հասկացրել է, որ երկխոսությունից ակնկալում է կոնկրետ արդյունքներ։ Իդեպ իմ կողմից ավելացնեմ, որ նույնիսկ եթե արդյունքը բացասական լինի, սա նույնպես արդյունք է, որը ստեղծում է նոր իրավիճակ առաջին հերթին Թրամփի համար, չէ՞ որ նախաձեռնությունը հենց Թրամփից էր եկել։ Կան կասկածներ, որ Թրամփը իր նոր նախաձեռնությունը արել էր մեզ անելանելի վիճակի մեջ դնելու համար, իսկ եթե Զելենսկու այցը չունենա դրական զարգացում, դա կնշանակի, որ հենց Թրամփը նորից հայտնվեց Պուտինի ծուղակում։ Մենք հայերս լավ գիտենք նման մեթոդները։ Եվրոպայում զգուշությամբ են վերաբերվում Ուկրաինայի նախագահ Զելենսկու եւ Թրամփի առաջիկա հանդիպմանը Ամերիկայում, որը նախատեսված է մոտակա կիրակի օրը։ Ինչպես հաղորդում է CNN-ը, հղում անելով իր աղբյուրներին, եվրոպացի քաղաքական գործիչները մտավախություն ունեն, որ ուկրաինական առաջնորդի անձնական զրույցը Թրամփի հետ կարող է հանգեցնել անսպասելի եւ դժվար կանխատեսելի հետևանքների։ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներից մեկը ուղիղ հայտարարել է, որ Թրամփի հետ երկխոսությունում անվտանգ սցենար գոյություն չունի։ Նույնիսկ եթե նախապատրաստությունը թվում է հաջող, հանդիպման արդյունքը կարող է կտրուկ տարբերվել դաշնակիցների սպասումներից, ինչպես դա արդեն բազմիցս տեղի է ունեցել նախկինում։
Իդեպ այսօր առավոտյան Ուկրաինայի եւ Ամերիկայի նախագահների հանդիպման նախօրեին Արևմուտքի աջակցությամբ ստեղծված ազգային հակակոռուպցիոն բյուրոն եւ մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազությունը հանդես են եկել հերթական իրենց կարծիքով սենսացիայով, հայտարարելով Գերագույն Ռադայի մի խումբ падգամավորներից կազմակերպված խմբի բացահայտման մասին, որոնք իբր ըստ քննության տվյալների կաշառքներ են ստացել քվեարկությունների համար։ Այսպիսի քայլերը հանգստյան օրով կարող են վկայել Արևմուտքի որոշ շրջանակների կողմից պատվերի մասին։ Համենայն դեպս նման կասկածներ հանրային հնչեցվում են։ Պատվերը կարող է ուղղված լինել Ուկրաինայի իշխանությունների դեմ, խոսքը նրանց մասին է, ովքեր շահագրգռված չեն բանակցությունների առաջընթացով։ Այս պահին, երբ Ուկրաինայի նախագահը ռազմաճակատից դրական նորություններով եւ Ամերիկայի ներկայացուցիչների հետ շփումների ընթացքում լավ նախապատրաստված բանակցային դիրքերով ուղևորվում է կարևոր բանակցությունների, Արևմուտքի աջակցությամբ ստեղծված հակակոռուպցիոն մարմինները ստացվում է, որ Պուտինի հետ միասին հարվածում են Ուկրաինային։ Այդպիսի տպավորություն է։ Եվ նման տպավորություն կա ոչ միայն ինձ մոտ, այլ նաև քաղաքացիական հասարակության բազմաթիվ ներկայացուցիչների շրջանում։ Կցանկանայի հավատալ պատահական համընկմանը, սակայն ցավոք հանգամանքները այլ բան են հուշում։ Մենք շարունակելու ենք հետևել այս թեմային, եթե ինչ-որ մեկին թվում է, որ Արևմուտքի կողմից ստեղծված կառույցները կարող են փորձել թուլացնել Ուկրաինայի դիրքերը, ապա նման քայլերը անուշադրության չեն մատնվի։ Կոռուպցիայի դեմ պայքարը շատ կարևոր է, բայց արդեն որերորդ քայլն է այս ստեղծված մարմինների, որը նման կասկածների հիմք է տալիս։ Դժվար թե սա պատահական լինի։ Շատ վատ է, երբ այն մարմինները, որոնք պետք է Ուկրաինայում կյանքը դարձնեին ավելի արևմտյան, թողնում են հակառակ տպավորություն։ Մինչ մեզ համար փորձում են ստեղծել քաղաքական դժվարություններ, հակառակորդի մոտ իրավիճակը գնալով ավելի վատ է, հատկապես ռազմական եւ տնտեսության ոլորտում։ Ռազմականից ամեն օր ենք խոսում։ Այսօր նորից մանրամասնեմ տնտեսական թեման։ Ռուսաստանի իշխանությունները փաստացի ընդունել են տնտեսական աճի կանգը 25 թվականի նոյեմբերին հնան աճել է ընդամենը 0.1%-ով, արդյունաբերությունը առաջին անգամ վերջին 3 տարիների ընթացքում ցույց է տվել անկում, իսկ բնակչության սպառումը զգալիորեն դանդաղել է։ Ռուսաստանի կառավարությունը ստիպված է ընդունել, որ նախորդում հայտարարված տնտեսական վերելքը երկրում ավարտվել է։ Աճի մոդելը, որը հիմնված էր միայն ռազմական ծախսերի վրա, կոտրվել է, նշել է Գերմանիայի միջազգային անվտանգության խնդիրների ինստիտուտի տնտեսագետ Յանիս Կլյուգեն։ Ռուսաստանի Դաշնության կառավարության պաշտոնական տվյալների համաձայն առաջին անգամ գրեթե 3 տարում արդյունաբերությունը մտել է բացասական գոտի, կամ երևի ճիշտ կլինի ասել մինուսի գոտի։ Բացասականը վաղուց է սկսվել։ Նոյեմբերին անկումը կազմել է 0.7%, արտադրությանը ճնշում են ինչպես պատժամիջոցները, այնպես էլ բարձր տոկոսադրույքները, որոնք Կրեմլը ստիպված է պահել ինֆլյացիայի եւ բյուջեի դեֆիցիտի պատճառով։ Կտրուկ ընկել է նաեւ ներքին սպառումը, փոքրածախ վաճառքի շրջանառության աճը դանդաղել է ավելի քան կրկնակի։ Բնակչությունը անցել է խիստ տնտեսման ռեժիմի, մարդիկ կրճատում են ծախսերը հագուստի եւ տեխնիկայի վրա, իսկ երկար ժամանակվա ընթացքում առաջին անգամ պակասել են նաեւ սննդի գնումները կիլոգրամներով եւ լիտրերով։ Վիճակը այլևս հնարավոր չէ թաքցնել Ուկրաինայի դեմ պատերազմի հարցում Պուտինին աջակցող ռուս պատգամավոր Միրոնովը կտրուկ քննադատել է Ռուսաստանի դրամավարկային քաղաքականությունը։ Միրոնովը X սոցիալական ցանցում հրապարակել է գրառում, որտեղ նշել է, որ ֆինանսական իրավիճակի վատ թարացման պատճառով ռուսները նույնիսկ նման պարզ նոր տարվա ուտեստներ, ինչպիսիք են օլիվիե աղցանը, չեն կարող թույլ տալ իրենց, չխոսելով արդեն որևէ դելիկատեսների մասին։ Իդեպ նորից ակտուալ են դարձել խոսակցությունները բունտի առումով, մասնագետները կարծում են, որ Պուտինի դեմ ապստամբություն է հասունանում։ Ռուսաստանի Դաշնության վերին շերտում արդեն սկսել են հնչել դժգոհություններ, օլիգարխները Պուտինին գրություն են ուղարկել պահանջներով, ռուսաստանցի միլիարդատերները ուղարկել են Ռուսաստանի դիկտատոր Պուտինին նամակ պահանջելով դադարեցնել ազգայնացման ալիքը կամ ունեցվածքի խլման ալիքը, ում ինչպես հարմար է։ Պուտինի շրջապատում կուտակվել է ուժեղ դժգոհություն, Կրեմլի օլիգարխները ու խոշորագույն կորպորացիաների ղեկավարները դժգոհել են պետական կողմի ձեռնարկած լայնածավալ սեփականության բռնագանձման ռազմավարությունից, այս մասին հայտնել է ռուսական The Moscow Times պարբերականը, հղում անելով Ռուսաստանի Դաշնության արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի միության ղեկավար Ալեքսանդր Շոխինին։ Շոխինի տվյալներով խոշոր բիզնեսի ներկայացուցիչները Պուտինի հետ հանդիպման ժամանակ նրան փոխանցել են նամակ, որտեղ խնդրել են միջամտել եւ դադարեցնել այն պրակտիկան, երբ պետությունը փաստացի վերջ
կորցնում, խլում է գործարաններ, ֆաբրիկաներ, նավահանգիստներ եւ այլ ընկերություններ։ Շոխինի խոսքով Ռուսաստանում սեփականատերերից արդեն վերցվել են ակտիվներ ընդհանուր արժեքով ավելի քան 4 տրիլիոն ռուբլու։ Ստեղծված վիճակը խոշոր բիզնեսին դուր չի գալիս։ Երևի թե դուր չի գալիս շատ մեղմ է ասված, բայց դա երևում է, որ դեռ խոսքով կաշկանդվում են բողոքողները։ Ռուսաստանի ձեռնարկատերերը արդեն բարձրացրել էին այս հարցը 2023 թվականին, սակայն կոնկրետ լուծումներ չեն ընդունվել։ Պուտինը այդ ժամանակ ասել էր, որ պետք է լուծել այդ հարցը, սակայն իրավիճակը միայն վատացել է եւ հիմա բիզնեսը կրկին ստիպված է ուղղակի դիմել բռնապետին։ Պետք է կրկնեմ, որ նման գործընթացները բնական են փլուզվող երկրների համար։ Մենք այս մասին բազմիցս զգուշացրել ենք։ Իդեպ Ռուսաստանի քննչական կոմիտեի կողմից ադրբեջանական Ազալ օդանավի միջադեպի հետ կապված քրեական գործի դադարեցումը Բաքվում լուրջ հարցեր է առաջացրել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը։ Փաստորեն Ադրբեջանի իշխանությունները գտել են բաց հանրային վեճի թեմա Ռուսաստանի հետ, չնայած դա չի խանգարում երկու երկրների տնտեսական համագործակցությունը։ Դա սա երևի Բաքուն արևմուտքի համար է անում կամ ներքին սպառման հայտարարություններ են։ Ավելացնեմ մի քանի բառ Բելարուսի մասին։ Լուկաշենկոն կրկին օգնում է Պուտինին Ուկրաինայի վրա հարձակվելու հարցում։ Բելարուսի չճանաչված նախագահ Լուկաշենկոյի ռեժիմը, որը 22 թվականին տրամադրել էր իր երկրի տարածքը Ռուսաստանին Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ ներխուժման համար, կրկին օգնում է ռուսական օկուպացիոն զորքերին հարձակվել ուկրաինական տարածքի վրա։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատասխանելով լրագրողների հարցերին ուրբաթ հայտարարել է, որ Ռուսաստանը փորձում է շրջանցել Ուկրաինայի հոբ սահմանները Բելարուսի միջոցով։ Զելենսկու խոսքով ռուսները տեսնում են Ուկրաինայի հոբ սահմանները, այդ թվում դրոնավորսները, եւ փորձում է դրանք շրջանցել, օգտագործելով նաեւ Բելարուսի տարածքը։ Զելենսկին նշել է, որ դրոնային հարձակումների հարցը քննարկվել է Ստավկայում զինվորականների հետ, մասնավորապես քննարկվել է Ուկրաինայի պատասխանը հակառակորդի գործողություններին, մեջբերեմ սա լուրջ հարց է, ես հստակ հանձնարարություններ եմ տվել հաջորդ Ստավկայում եւ մենք կունենանք պատասխաններ, ավելացրել է նախագահը։ Դե սա լուրջ զգուշացում է Լուկաշենկոին, Լուկաշենկոն գիտի, որ պետք լինի կարող ենք նաեւ հարվածել։ Սպասենք զարգացումներին, հասանք ռազմաճակատի լուրերին։ Անցած մեկ օրվա ընթացքում մարտի դաշտում տեղի է ունեցել 258 ռազմական բախում։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներով Պուտինի բանակը կորցրել է 1240 զինծառայող, ինչպես նաև շուրջ 500 միավոր ռազմական տեխնիկա եւ սպառազինություն։ Լայնամասշտաբ պատերազմի սկսվելուց ի վեր ռուսական բանակի ընդհանուր կորուստների թիվը հասել է 1,203,310 զինվորականի։ Ինչպես արդեն ասացի, Զապորոժիեի մարզի Գուլյայպոլե քաղաքում սկսվել են մաքրման աշխատանքները ռուս զավթիչներից, 3 մեր զինվորականները հայտնեցին 2 բատալյոնի ոչնչացման մասին, 3 երեկոյան տվյալներով ավարտվում էր նաև 3-րդ ռուսական բատալյոնի ոչնչացումը Գուլյայպոլեում։ Կադիրովի Ախմատ խմբավորման ոչնչացման կադրերը նույնպես կան մեր տելեգրամյան ալիքում, ինչպես նաև Գուլյայպոլեի զաչիստկան։ Կադիրովցիները նույնպես Զապորոժիեի ուղղությամբ էին։ Իր հերթին Խարցիա ստորաբաժանման մարտիկները ցույց տվեցին, թե ինչպես ազատագրեցին Կուպյանսկը։ Օպերացիայի եզակի կադրերը արդեն հասանելի են մեր տելեգրամյան ալիքում։ Այնտեղ կարելի է գտնել նաև կադրեր այն մասին, թե ինչպես Ուկրաինայի դրոնային ուժերը կարողացան խոցել ռուսական ռադիոլոկացիոն կայանները Ղրիմում, կայաններ, որոնց արժեքը 100 միլիոնավոր դոլարներ է։ Հիշեցնեմ, որ օրը 24 ժամ կարող եք տեղեկանալ Ուկրաինայի եւ Ուկրաինայի շրջնորությունների մասին մեր տելեգրամյան ալիքից, QR կոդը ձեր էկրաններին է։ Իդեպ Ուկրաինայի կողմից ռուսական շահեդների դեմ դրոնավորսների զանգվածային կիրառումը մղում են ՆԱՏՕ-ին վերանայել հակաօդային պաշտպանության սկզբունքները։ Հյուսիսատլանտյան դաշինքը վերանայում է ՀՕՊ-ի մոտեցումները եւ մտադիր է օգտվել Ուկրաինայի փորձից։ ՆԱՏՕ-ի երկրները ակտիվորեն փնտրում են մատչելի արդյունավետ միջոցներ շահեդների նման դրոնների ոչնչացման համար, որոնք կարող են փոխարինել թանկարժեք հրթիռների կիրառումը։ Մի քանի հնարավոր լուծումներից մեկը դաշինքի համար ուկրաինական դրոնավորսների օգտագործումն է, որոնք Ուկրաինան զանգվածային կերպով կիրառում է ռուսական հարվածային շահեդների դեմ։ Այս մասին գրում է Business Insider-ը, որքան հասկանում եմ այսօր երկուստեք օդային մարտերի գիշեր կարող է լինել, այնպես որ հետևեք մեր Telegram-ին, եթե ցանկանում եք առաջինը իմանալ հարվածների մասին։ Դե գիտեք, նենք թշնամու հետ, որը 5 անգամ գերազանցում է մեզ, իր քանակով պայքարը հեշտ չէ, բայց մենք կոտրվող տեսակ չենք, չնեղվեք, ամեն իրենց խոցումին կհետևի մեր խոցումը եւ այդպես կլինի մինչեւ վերջ։
Այսքանով ավարտեմ շաբաթօրվա մեր եթերը, խնդրում եմ չմոռանալ լայքել եւ տարածել մեր հաղորդումները, իսկ ովքեր դեռ բաժանորդագրված չեն, նաեւ խնդրում եմ բաժանորդագրվեք, դա շատ կարեւոր է մեր ալիքի համար։ Ձեզ լավ շաբաթ երեկո եմ մաղթում, հուսամ կհանդիպենք արդեն վաղը, ել ավելի լավ լուրերով, մինչ նոր հանդիպում բարեկամներ։